Գյումրու Պրնցքամարտի մարզադպրոցում մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների մարզային առաջնությունը տարիքային 2 խմբում։ Մասնակցում են Գյումրու, Արթիկի, Ախուրյանի և Ազատանի մարզադպրոցների մոտ 100 մարզիկ։ Պատասխանատուները կարևորեցին նման մրցումների անցկացումը։ Պատանիներն առաջին հերթին ձեռք կբերեն փորձ։ Մարզային առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքական, որը մարզը կներկայացնի մայիսի 10-ին կայանալիք կրտսեր պատանիների Հայաստանի առաջնությանը։ Անցկացնում ենք առաջնություն մարզի որոշելով լավագույններին, որից հետո անցկացնում ենք 10 օրյա հավաք և մասնակցելու ենք այդ մրցաշարին։ Լավ պրնցքամարտիկներ եմ տեսնում, լավ երեխեք են, շատ ուրախալ է իհարկե։ Սա իրանց համար էլ մրցումների շուշուտ անցկացվեն, երեխեքը շուտ կաճեն տեխնիկապես։ Մանվել Գաբրիելյանը նշում է, ակտիվությամբ հաճելիորեն զարմացնում են համայնքները։ Տարեց տարի մասնակիցների թիվն ավելանում է, որակը բարձրանում։ Ախուրյանի շրջանը, Արթիկի շրջանը, Ազատանի, ես տեսնում եմ շատ լավ են աշխատում, արդեն մասնակիցներ կան, քանակով դաժե շատ լավ մասնակիցներ և լավ է պրնցքամարտ են ցուցադրում իմիջիայլոց։ Մյուս կողմից շատ մարզիկների խանգարում է փորձի պակասը, ասել է, թե ունակություններն ու տեխնիկական զինանոցը պրնցքամարտիկները կարող են բացահայտել մասնակցելով շատ մրցումների։ Կրտսեր պատանիներն են, մրցումներ շատ քիչ է անցկացվել իրանց։ Երևի տակիչում փորձն է, ցույց տալիս, որ չկա փորձի պակասն է։ Ընդհանուր լավ երեխաներ կան, նայենք որ ճիշտ ընտրությունների մրցավարները ճիշտ տադեն և ճիշտ ընտրություն կատարենք Հայաստանում լավ մասնակցելու համար։ Ի դեպ մրցավարների մասին, գաղտնիք չէ, որ պրնցքամարտում մրցավարական որոշումները շատ անգամ ճակատագրական են լինում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն միջազգային մրցումներին, այլ նաև ներքին մրցաշարերին։ Մրցավարների որակյալ լինելը շատ կարևոր է, որովհետև եթե մենք ստեղից որակով չանենք, մեր ճիշտ ընտրենք, բնականաբար դուրսը չենք էլ ընտրել։ Դա համար ստեղից պետք է ճիշտ ընտրություններ կատարվի, մրցավարները ճիշտ ընտրեն, ճիշտ վարեն մրցումները, որ նորմալ անցկացվի մրցաշարը։ Պրնցքամարտը կարծես նոր թափ է հավաքում Հայաստանում, ահավասիկ մեր մարզիկների հաջողությունները վարկանիշային մրցումներում, մնում է չբավարարվել ձեռք բերածով և ցկտել նոր հաղթանակների։ Հապետ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։